Դիանա Գրիգորյանի վերջին զանգը սերիայի 67-րդ սերիան այսօր ցավոք սրտի յութուբյան ալիքում չի ցուցադրվի, չնայած որ հեռուստադիտողներն անհամբերությամբ սպասում էին հեռուստասերիալի հերթական սերիային։ Հերթական սերիան կարող եք դիտել վաղը երեքշաբթի օրը երեկոյան նույն ժամին։ Իսկ սերիալում իրադարձությունները դառնում են անկանխատեսելի ու հեռուստադիտողներն անհամբերությամբ սպասում են տեսնելու, թե ինչ է կատարվելու հեռուստասերիալի հերթական սերիաներում։ Վերջին զանգը հեռուստասերիալն այս պահին ամենասիրվածներից մեկն է համարում, որը կարողացել է գրավել հազարավոր հեռուստադիտողների սրտեր իր հուզիչ, անսպասելի և շատ հաճախ շոկային իրադարձություններով։ Սերիալը պատմում է մի քանի ընտանիքների ճակատագրերի, սերերի դավաճանությունների ու երկար տարիներով թաքցված գաղտնիքների մասին։ Երիտասարդ հերոսներ, որոնց կյանքի դասերը գալիս են ոչ միայն դպրոցից, այլ նաև մեծահասակների ծնողների ընտրություններից։ Յուրաքանչյուր կերպար ունի իր խորը պատմությունը, լցված պայքարով, սխալներով, վրեժով ու անկեղծ սիրով։ Միքայելի, Աննայի, Սոսի, Հենրիի, Ֆրիդայի, Անգելինայի, Սեմի, Մերիի, Արամի ու մյուսների հարաբերությունները շարունակում են զարգանալ լարվածությամբ և հաճախ մեկ հերոսի որոշումը կարող է փոխել մյուսների ամբողջ ճակատագիրը։ Սերիալը նաև հիանալի կերպով շոշափում է արդի հասարակական հարցեր, սերնդային հակասություններ, ընտանեկան խնդիրներ, երիտասարդության ընտրություններ և անցյալի ազդեցությունը ներկայում։ Դերասանական կազմն աչքի է ընկնում իր վարպետ խաղով, իսկ սցենարն իր անսպասելի շրջադարձերով։ Հատկապես հիմա, երբ սպասվում է Սոսի վերադարձը, նրա որդու Արամի հայտնվելը, Միքայելի ու Աննայի սպասվող բալիկը, Սեմի ու Ֆաինայի միջև ճգնաժամը, ինչպես նաև նոր կերպարների մուտքը սերիալը դարձնում են էլ ավելի թեժ, ինտրիգային ու կախվածություն առաջացնող։ Դիանա Գրիգորյանի վերջին զանգը սերիալի նկարահանումները շարունակվում են և այն շարունակում է իր անակնկալներով լի ընթացք, իսկ վերջին իրադարձությունները կարծես հերթական անգամ շրջում են բոլորի պատկերացումները, երբ թվում էր, թե անցյալը վերջնականապես փակվել է, նոր ստվերներ են առաջ գալիս, Սոսի որդու Արամի վերադարձն արդեն իսկ ցնցող էր, բայց իրական պատմությունը սրանով չի ավարտվում։ Արամը միայնակ չի եկել, նա իր հետ բերել է մի անձի, որի վերադարձը կարծես թաղված էր տարիների մոռացության մեջ։ Դա հենց ինքը Սոսն է, այո, այն Սոսն, ում տարիներ շարունակ բոլորը կարծում էին, որ նա մահացել է։ Նրա վերադարձը ոչ միայն բացահայտում է անցյալի նոր շերտեր, այլ նաև սրացնում է սերիալի առանցքային հակասությունները։ Սոսի հայտնվելը պատռում է շատ ստվերներ, որոնց տակ տարիներ շարունակ թաքցվել են գաղտնիքներ։ Արամը, ում բոլորը սկզբում տարօրինակ էին ընդունում, այժմ դառնում է հետաքրքիր կերպար։ Նրա և Հենրիի հանդիպումը վկայում է, որ այս երկու երիտասարդներն իրար շատ ավելի վաղուց էին ճանաչում, կամ նրանց ծանոթացրել է Բագրատը որպես մորաքրոջ որդիներ։ Բագրատն, ում դերակատարումն ավելի ու ավելի խորն է դառնում սյուժեի զարգացումների մեջ, կարծես խաղում է բոլորի ճակատագրերի հետ։ Նա, ում մինչև հիմա տեսել էինք որպես կայուն ու կանխատեսելի կերպար, այժմ պատրաստվում է բացահայտել իր երկար ժամանակ խնամքով թաքցրած քայլը։ Ըստ սերիալի թաքուն դրվագներից, նա պատրաստվում է կազմակերպել Սոսի և Աննայի հանդիպումը, որն անխուսափելիորեն կդառնա սերիալի ամենաուժեղ ու դրամատիկ պահերից մեկը։ Արդյոք Բագրատն իր աղջկա միջոցով փորձում է վրեժ լուծել շախունցների ընտանիքից։ Արդյոք նա այնպիսի քայլեր կանի, որ Աննան կորցնի իր երեխային, կամ վատ զգա իրեն միայն այն պատճառով, որ Սոսը վերադարձել է։ Այս հանդիպումը խոստանում է վերակենդանացնել բոլոր հին վերքերը, բացահայտել չասված ճշմարտություններն ու կանգնեցնել հերոսներին խաչմերուկում, որտեղ այլևս նահանջելու տեղ չի լինի։ Աննայի համար սա լինելու է իսկական ցնցում, քանի որ այն տղամարդ, ում տարիներ շարունակ սիրել է ու որի կորստով ապրում է, հանկարծ հայտնվում է իր կյանքի մեջ, երբ նա վերջապես փորձում էր երջանիկ լինել Միքայելի կողքին։ Հարցն այն է, արդյոք Աննան պատրաստ է այս վերադարձին, իսկ Միքայելը, ինչպես նա կընդունի իր ամենամեծ մրցակցի վերադարձը։ Արդյոք Արամը կկարողանա գտնել իր տեղը նորից կազմավորվող ընտանիքի ներսում, թե հոր վերադարձը կփոխի նրա բոլոր մտադրությունները։ Վերջին զանգը սերիալը նոր փուլ է
մոտնում ու արդեն պարզ է, որ սերիալի ամենաուժեղ, ամենաուժգին դրաման դեռ առջևում է։ Հետևեք զարգացումներին, սերն ու վիշտը, վախն ու հույսը նորից համադրում են իրենց գույները, ստեղծելով մի պատմություն, որը չի թողնում անտարբեր որևէ մեկին։ Իսկ մինչ կբացահայտվեն այս եւ այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ, բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի դիտեք ամենահետաքրքիր ու դիտարժան տեսանյութերը, որոնք արված են նկարահանման հրապարակում, եւ իհարկե տեղեկանաք նոր սերիալների, սերիալներում կատարվող փոփոխությունների, շոու-բիզնեսյան անցուդարձի մասին եւ ոչ միայն։ Շատ շուտով հետաքրքիր շրջադարձ է սպասվում հեռուստասերիալում, նոր կերպարներ, նոր դեմքեր, որին հեռուստադիտողները վաղուց հեռուստաէկրաններին չէին տեսել։ Չմոռանաք նաև տեսանյութի մեկնաբանություններ բաժնում անպայման գրել, թե «Վերջին զանգը» հեռուստասերիալում որ կերպարին ու որ դերասանին եք ամենաշատը հավանում ու որ դերասանի կամ կերպարի մասին կցանկանայիք ավելին իմանալ։ Նշենք, որ Բագրատը շարունակում է իր խաղը եւ նա հանգիստ չի թողնելու Շախունցների ընտանիքին, նա ամեն ինչ անելու է, որպեսզի Շախունցների ընտանիքը կորցնեն իրենց անդորրը։ Ինչպես պարզ է դառնում, հանքերի մեծ մասը հենց գնել է Բագրատը իր շեֆի խոսքով, իսկ շեֆը ոչ այլ ոք է, քան Սոսը։ Ինչպես է եղել, որ Բագրատն ու Սոսը կարողացել են համագործակցել նույնիսկ այն բանից հետո, երբ հենց Բագրատի պատճառով է, որ Աննան բաժանվել է Սոսից։